Պարոն Գևորգյան, վաղար շաբաթում քարոզարշավ է, դուք էլ այսօր կարծես թե շրջում եք քաղաքում, ինչ ունեք քաղաքացիներին փոխանցելու։ Վաղար շաբաթում ենք եւ այո, պիտի վաղար շաբաթցիներին ամենակարևոր մեսիջը ուղղենք, որ պետք է մասնակցել ընտրություններին, պետք է բարձր մասնակցություն ապահովել, դա շատ կարևոր է այս պահին եւ իրենց քվեն տալ, իրենց ձայնը տալ ընդդիմադիր գործչի, ընդդիմադիր թեկնածուին, ռեալ ընդդիմադիր գործիչներին, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի։ Այդ դեպքում դուք ինչու անուններ չեք տալիս։ Մարդիկ հստակություն են ցանկանում, իմանան գնան եւ ում ընտրեն։ Ում է ուղղորդում մեր ձևովը, դեպի ում եք ուղղորդում։ Անցած անգամ էլ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասաց, որ մենք կանգնած ենք բոլոր այն թեկնածուների կողքին, ովքեր դեմ են ներկայիս իշխանություններին եւ ես եւս շեշտում եմ, որ մենք կանգնած ենք այն բոլոր թեկնածուների կողքին, ովքեր որ դեմ են ներկայիս իշխանությանը։ Այստեղ օրակարգը մեկն է։ Էնպես անենք, որ սուրբ էջմիածնում, հատկապես էջմիածնում, հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել էջմիածնում եկեղեցու դեմ, պետք է այնպես անել, որ ներկայիս իշխանությունը հասկանա, որ էջմիածնեցիները դեմ են եւ կողմ չեն այն ամենին, ինչ կատարվում է իրենց քաղաքում եւ ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ կատարվող այս իրադարձությունների։ Եվ նորից եմ կրկնում, այո, մենք կանգնած ենք բոլոր այն մարդկանց, այն թեկնածուների կողքին, ովքեր որ իրենց հայացքներով պայքարում են, ովքեր որ իրենց հայացքներով դեմ են ներկայիս օրվա իշխանություններին։